Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 17-ի համար։ Օրը ուրբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ձեր կողքին, նաև ելք եք փնտրելու գումարի հետ կապված հարցերում, նաև դա կարող է լինել ընտանեկան հարցեր, դա կարող է լինել կներեք, հարսանիքի հետ կապված գումար, նշանադրության հետ կապված, նաև Գուցե գործարք կնքելու հետ կապված, գուցե գործարք եք ուզում կնքեք և ձեզ գումար է հարկավոր և ելք եք փնտրում այդ գումար ունենալու համար։ Նաև կարող եք դիմել կամ խոսել որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, նաև այստեղ խոչընդոտներ կան ոմանց համար, սա կարող է լինել խոչընդոտներ աշխատանքի վայրում, աշխատանքի հետ կապված։ Բիզնեսի հետ կապված, ինչ-որ մեկին հանդիպելու հետ կապված, աշխատանք փնտրելու հետ կապված, դա կարող է լինել նաև ներսում մարդկանց հետ, այդպես, հաճախորդի հետ կապված։
Եվ ովքեր որ հիվանդ ունեն, ովքեր որ պարկած է, հիվանդանոցում հնարավոր դեռ 2 ամիս պետք է պարկի, 2 ամիս դեռ պետք է բուժվի, նա ինչ որ մի բան է, որ 2 ամիս է տևելու, կամ ինչ որ մի բան է 2 ամիս պետք է սպասեք, հետո նոր անեք, եւ կտրուկ ոչը քայլ կարող եք անել, սա կարող է արդեն լինել անմտածված քայլ, ուշադիր եղեք, եթե ինչ որ մի բանը պետք է հետաձգվի, ուրեմն թողեք թող հետաձգվի, ուրեմն այդպես էր պետք, հա, պետք չի ընկնել հետևից, կամ անսպասելի ոչը մի բան, տեղի կունենա ձեզ հետ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնենք վագրերին, ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 17-ին, Հարգելի վագրեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, կոմե դուք կզանգարեք, նաև կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, միգուցե պաշտոն են ձեզ տալիս, բայց հետո ինչ-որ խոչընդոտներ կան, միգուցե ինչ-որ բաներ պետք է դեռ սովորեք այդ մասնագիտությանը համապատասխան կամ այդ դիրքին համապատասխան, այնպես արեք, որպեսզի խոչընդոտներ հետո չառաջանա, նաև հնարավոր է որևիցե հնարավորություն բաց թողնեք ձեր ձեռքից, նաև դա կարող է կապված լինել տան հետ, եթե ովքեր որ տուն են ման գալիս, հնարավոր է ինչ-որ մի տուն ձեր ձեռքից բաց եք թողնում, որը լավն էր, մինչև որոշում եք բան, արդեն ինչ-որ մեկը վերցնում է, կամ տան հետ կապված որևիցե հարցեր են, որը ևս էլի կարող է ձեր ձեռքից բաց թողնեք այդ հնարավորությունը Այսքանը ձեզ համար, համենայն դեպս օրվա ընթացքում խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթարեք, եթե դա կապված չի ձեր աշխատանքի և կարիերայի հետ։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 17-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ փակ, գուցե ճանապարհի հետ է կապված, եթե ձեզ այն չէ կախված, ապա այն կարող եք անել, եթե ճանապարհ պետք է գնաք, ինչ-որ մի բան կարող եք ուղղել և հետո գնալ այդ ճանապարհը, բայց մի լուսավոր բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, հնարավոր է այն է, ինչ-որ փայկ էր, հետո կարող է ուղղվում է, բացվում է, կարողանում եք անել, գործերը կկարողանաք արդեն մի փոքր առաջ մղել, ճիշտ է շատ չէ, բայց կկարողանաք առաջ մղել, օրվա ընթացքում ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, նաև գործնական, այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր պետք է լուծեք, լինի դա ուսումնական կենտրոն, բժշկական կենտրոն, թե մեկ այլ կենտրոն, պետք է այդ հարցերին այդ օրը լուծում տակ, նաև կարիերայի չնչին բարձրացում, շատ չի, բայց ինչ-որ չափով, որոշ չափով բարձրացում կլինի, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, բանալին ձեր ձեռքում է, ինչ ուզեք այդ օրը կարող եք անել, բայց մի փոքր այստեղ կարիերայում նվազում է տեղի ունենում, օձերն են դա անում, ազդում են ձեր կարիերայի, ձեր աշխատանքի վրա, այնպես որ ուշադիր եղեք, շատ մի կիսվեք նման մարդկանց հետ, գուցե դա տղա է, միգուցե հետո պատմում եք ինչ-որ մի տղային, դիմում եք ոյոցը մի տղային, նաև կարող եք ծանոթանալ ոյոցը տղայի հետ այդ օրը, կամ հենց օձն է այդ տղան, և երեկոյան ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդ է գալու ձեր տուն կամ ձեզ մոտ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 17-ին։
Հարգելի օծեր, այդ օրը կամ հիվանդանոցում ոչ մեկ ունակ ում որ պետք է գնաք այցելեք, կամ կարող այցելել բժշկական վարույցի կենտրոն։ Նաև դուք կարող մի փոքր ձեզ վատ եք զգում։ Որ արտանում են արդեն իսկ մի տեսակ այդքան էլ լավ չեն։ Նաև տատանվում եք, ծանրութեթև կանեք, ինչ-որ մի հարցեր, ինչ-որ տրամադրության անկում ունեք, տեսակ լավ չեք արթնանում այդ օրը։ Նաև կարիերայի հետ կապված նվազում, կամ հավես չունեք այդ օրը աշխատելու, դրա համար էլ դա ազդում է անմիջապես ձեր կարիերայի վրա։ Այդ տրամադրությունը որ չկա, հենց այդ հիվանդ եք, գրիպ եք, կոկորտն է ցավում, եւ դրա համար ոնց որ արթնանում եք այդպես եւ ոչ մի չեք ուզում անեք։ Գուցե եւ հենց աշխատանքի չեք էլ գնում այդ օրը։ Երկար սպասված ոչ է նամակ կստանաք, ոչ է տեղեկատվություն կստանաք, նավը փաթեթ, փաստաթուղթ նույնպես, նաև հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, կարող այդ տղամարդուց եք ստանում այդ տեղեկատվությունը, ոչ է գործեր կզարգանան, առաջ կգնան, նաև հենց աշխատանքի հետ է կապված, նայեք այս աշխատանքը կեսը առավոտն է, կեսը երեկոյան, միգուցե հենց կախված է առավոտյան հավես չունենալ գնալ աշխատանքի, կամ աշխատանքի հետ է կապված դա երեկոյան արդեն փոխվում է, ոչ է զարգացում ունեք, նա որ հաճախորդներ են ձեզ գրում, եթե հաճախորդների հետ եք աշխատում, ինչ որ փոխվում է աշխատանքը, ավելի առույգ կլինեք, ավելի շատ կաշխատեք։ Ինչ որ առավոտյան մի փոքր թթված ոնց որ մարդը այդպես լինի, երեկոյան արդեն ամեն ինչ կարգավորվում է։ Միգուցե հենց այդ աշխատանքի հետ է կապված, ինչպես որ ես ասացի, տրամադրություն չունեք կամ լավ չեք զգում, կարող չգնալ աշխատանքի ուղակի, ու վերջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը չորոցեր կարող են ձեզ քնից արթնացնել, նյարդայնացնել, նաև սա բամբասանք է ոմանց համար, ձեր ինտիմ հարաբերությունների հետ կապված, թե սրա հետ եք, նրա հետ եք եւ այլն։ Նաև չեն թողնում քնեք, կարող է օրվա ընթացքում եք ցանկանում պարկել հանգստանալ եւ չեն թողնում գալիս են, սկսում բամբասել, սկսում խոսել եւ չեք կարողանում ոչինչ անել։ Դա խոչընդոտներ է ձեզ համար, ոնց որ չեք կարողանում քնել, չեք կարողանում հանգստանալ, հետո ձեր գործերն անելու համար։ Օրվա ընթացքում արդեն լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև կտատանվեք, ծանրութեթև կանեք, դե կախված է ինչ լուր է, նա որ եթե երեխայի ծնունդ է, ինչ որ ծննդաբերություն է, ապա կարող արդեն մտածել, թե ինչ տանել այդ երեխային, ինչ նվեր գնել իր համար։ Եվ աշխատանքի հետ դա կարող է կապված լինել ինչ որ չափով, միգուցե առավոտյան է դա, այդ օծեր-մոցերը, միգուցե նաև շատ լինի աշխատանք, մի փոքր ավելի երկար մնաք աշխատանքի վայրում, դա համար ինչ որ հանգստանալու կարիք ունենաք եւ ձեզ չթողնի, օրինակ ձեր մենեջերը, ձեր տնօրենը եւ այլն, այնտեղ գլխավորը, որպեսզի մի փոքր հանգստանաք։ Եվ ոմանք ընդունվեն աշխատանքի,
Եթե աշխատանքը հոթելում է, հա, հյուրանոցում է, ապա եւս ինչ որ խոսակցություններ կարող են լինել այդ աշխատանքի հետ կապված, որը ձեզ համար խոչընդոտներ կառաջացնի։ Եվ գնացեք փորձեք այդ օրը աշխատանքի ընդունվելու համար հավանականությունը շատ մեծ է, որ ձեզ կընդունեն այդ օրը աշխատանքի։ Ող հարցազրույցի նաև գնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի այծեր, այդ օրը կարող եք հանդիպել ոչ թե տղամարդու հետ, կարող է նաև պաշտոնավոր անձնավորություն է, կարող է ձեր ամուսինն է գալիս է տուն, նաև ձեր հայրը կարող է լինել, ում հետ կարող եք հանդիպել այդ օր ինչ-որ բան քննարկել։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, որպեսզի չուշանաք, հնարավոր է ինչ-որ մարդիկ են ուշանում եւ իրենց հետ վիճում եք, հա, որ ուշացել են այդ օրը։ Նաև օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ճանապարհ կգնաք, նաև ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ այդ օրը։ Ինչ-որ կին կարող եք տեսնել, հանդիպել, ով այդքան էլ լավը չէ։ Նա տհաճ կին է։ Նաև օրվա ընթացքում ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ։ Ոմանց համար սա ամուսնության հետ է կապված, կարող ամուսնության առաջարկ են անում ձեզ, սիրո խոստովանություն։ Ոմանց համար էլ սա կախված է
ինչ որ մի բանի հետ, որը ինչ որ մի լավ բան տեղի կունենա, որը կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն սիրո խոստովանություն, պատրաստվում եք գուցե հարսանիքի կամ ձեր հարսանիքն է հաջորդ օրը, նաև կարող է պայմանագիր եք կնքում, գործարք եք կնքում ոչ մարդկանց հետ։ Երեկոյան ինչ որ մի բան փայկ է, դա ձեզ տխրեցնում է եւ բավականին էմոցիոնալ կարող եք լինել դրա պատճառով։ Որ ինչ որ մի բան այնպես չէ, նավը ժամի հետ է կապված։ Ճիշտ ժամին ինչ որ մի բան չեք արել, ժամանակին ինչ որ մի բան չեք արել եւ դրա համար հիմա ինչ որ մի բան չի ստացվում, հա դրա հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղների։ Ինչ է սպասվում ակաղներին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի ակաղներ, այդ օրը մի փոքր տխրում եք, ինչ որ մի հարցի հետ կապված, որը կարող է բացահայտվել, ինչ որ փուչիկի նման կարող է մի բան պայթել եւ դա ձեր տրամադրության վրա ազդի։ Նաեւ օրվա ընթացքում կտրուկ ոչ քայլ կարող եք անել կամ անսպասելի ոչ մի բան տեղի կունենա։ Նաեւ երկար սպասված նամակ կստանաք, լուր, տեղեկատվություն, հնարավոր է փաստաթուղթ է նաեւ, փաթեթ, եթե ինչ որ բան եք պատվիրել, դա կարող եք ստանալ։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ ուշ ժամի տուն կգա, կամ ուշ ժամի ինչ որ մեկը տուն կգա, կամ ժամերով ինչ որ միտեղ կարող եք լինել։ Ինչ որ մի բան է, որը ժամի հետ է կապված եւ երեկոյան է դա արդեն ընկնում, ուղղակի ժամ եք պայմանավորվել երեկոյան եւ պետք է հանդիպեք ինչ որ մեկի հետ։ Ու ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 17-ին։
Հարգելի շներ, այդ օրը հույսնետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, ինչ-որ բան եք սպասում, հույսով լցված եք, նաև սեղանի շուրջ կնստեք, բարի լուր կլսեք կամ սեղանի շուրջ նստած ժամանակ, կամ դա նաև ինչ-որ լավ լուր եք լսում և ոնց որ նշում եք դա, այստեղ կարող է երեխա է ծնվել կամ մեկ այլ ավելի լավ բան է, դա երեխա ծնվելուց ավելի լավ բան չկա, բայց համենայն դեպս կարող է նաև ոչ է լավ բան է։ Կարիերայում մի փոքր առաջ խաղացում կունենաք, շատ չէ, մի փոքր կունենաք, նաև կարող եք խոսել ոչ է տղամարդու հետ, հնարավոր է նա ձեր տնօրենն է, նաև պետական աշխատող կարող է լինել, կամ ձեր հայրն է ում հետ որ խոսում եք, ում հետ որ կարող եք նաև կիսվել այդ կարիերայի փոփոխման հետ կապված հարցերում։ Գուցե բիզնեսն է, որը փորձում եք առաջ մաղել։ Եվ ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 17-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև սեղանի շուրջ եք նստելու, հանդիպում, շփում որևիցե մասնագետի հետ, և տան հետ կապված իրադարձություններ կան, հնարավոր է առիթ է պետք է գնա, կամ ձեր տանն է առիթ պետք է մարդիկ գան, գուցե հենց այդ ժամանակ են երկերեսանի մարդիկ գալիս, ձեր տուն նայեն տեսնեն, որը ինչպես է պատրաստված։ Այսքանը։ Նաև ինչ-որ հարցեր են տան հետ կապված, որոնք որ պետք է լուծեք, կարող է տուն եք մաքրում, տան գործեր եք անում, ինչ-որ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։